Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախամարոտ։ Մասնագիտական վարժանքներ հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ զինծառայողներն իրականացրել են մի շարք գործողություններ անտառային ու լեռնային գոտիներում։ Զինվորական ուղու ընտրությունը որպես կենսակերպ ու ընտանեկան ավանդույթի կարևոր բաղադրիչ, հայր եւ որդի երիոմիններն են ներկայացնում հայրենիքին պատվով ծառայելու իրենց տեսլականը։ Քայլ առ քայլ հմտանալ եւ սերտել հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը Զինուժի օբյեկտիվում նորակոչիկների ուսումնական առօրյան է։ Եվ էպիկենտրոնում պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցներն ու կարգազանց զինծառայողներն են։ Ռազմական ոստիկանությունն անցկացրել է կարգազանց 2025 միջոցառումը։ Գաղտնիք չէ, թե ինչ հույժ կարևոր առաքելություն ունեն հատուկ նշանակության ստորաբաժանումները զինված ուժերում, սակայն հասկանալի պատճառներով խիստ գաղտնի են այն բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են նրանց մասնագիտական խնդիրներին եւ պարտականություններին։ Այդ խնդիրները բարձր մակարդակով եւ ներդաշնակ կատարելու համար պետք է անընդհատ մարզվել եւ կատարելագործել մասնագիտական պատրաստության աստիճանը։ Այդ նպատակի ներմիտված հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ անցկացված հերթական ուսումնական վարժանքը, որի ընթացքում զինծառայողները կատարել են խնդիրներ անտառային եւ լեռնային գոտիներում տարբեր շինություններում։ Հատուկ գործողություն է հատուկ նշանակության տղաների ներգրավմամբ։ Բոլոր քայլերն ու տեղաշարժերն ուսումնական են, ստուգողական, տղաները ցուցադրում են կարողությունները փակ տարածքում, շինության ներսում։ Ներսում անվտանգ է, դիպուկահարն է զբաղեցնում իր դիրքը, սպառնալիքը կարող է ներթափանցել, կանխելու է հենց միայնակ շրջող, խորքից դիրքավորված մարտիկը։ Նա ամենուր կարող է հայտնվել լեռներում, հարթավայրերում, բոլորի դեպքում հատուկ հանդերձով, կարող է տեղաշարժվել ժամեր, դիրքավորվել ու սպասել երկար, կրակել ակնթարթ ու հեռանալ։ Եվս մեկ գործողություն անտառային պայմաններում շարժվում են մեկ շարքով, զգոնությամբ, զգուշությամբ։ Մարզումները հերթական են ամենամսյա, ամենշաբաթյա, հատուկ նշանակության ստորաբաժանումները պարբերաբար դաշտային ու լեռնային շրջաններում կատարում են վարժանքներ կատարելագործում ուժերը։ Սա լավագույն ձևաչափն է հմտանալու նորեկներին արագ պատրաստելու։ Այսպիսի մարզումներում չափազանց կարևոր է պլանավորումը, հետո գործողության մեկնարկը, միմյանց հետ հաղորդակցումը, ցանկացած վտանգի դեպքում օպերատիվ ու ճշգրիտ արձագանքը, յուրաքանչյուր դրվագ առանձին ուշադրության առարկա է։ Ուսուցանելու ընթացքում մենք ենք ավելի կատարելագործվում, մեր անձնակազմի հմտությունները ավելի ենք բարձրացնում։ Ամենօրյա վարժանքի նպատակն է զինծառայողին հասցնել դիպուկ կրակելու ամենաբարձր աստիճանին, թիրախը հայտնվելու դեպքում անհրաժեշտ կլինի խոցել վարկենական եւ առավելագույն ճշգրտությամբ, այլապես հակառակն անխուսափելի է։ Այս դասերի ընթացքում յուրաքանչյուր զինծառայող դառնում է ինքնուրույն։ Ինքնուրույն է կայացնում իր որոշումները։ Իհարկե, խմբի ղեկավարն է որոշում ընդհանուր գլոբալ մեծ խնդրի վերաբերյալ որոշումը, բայց փոքր խնդիրները, որը հասու է անհատ զինծառայողին, ինքը ինքնուրույն է որոշում, ինչ անի եւ չի սպասում, կախում չի ունենում։ Դրա հետևանքով ինքը արագ է գործում ավելի։ Վարժանքները ձմեռային պայմաններում շարունակվում են եւ այս գործողությունները ամբողջ ուսումնական ծրագրի միայն մի մասն են։ Գործողությունների մեծ մասն անցկացվում է անծանոթ տեղանքում, գիշերային պայմաններում, որտեղ բարդությունը կրկնակի է, անձնակազմի պատրաստությունն ու պրոֆեսիոնալիզմը գործնականում ակնհայտ։ Դավիթ Դավթյան, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն մինչև 40 տարեկան արական սեռի այն քաղաքացիների համար, որոնք ունեն առողջական եւ ֆիզիկական լավ տվյալներ։ Պայմանագրի կնքման ժամկետն է 1-ից 5 տարի։ Բարձր աշխատավարձ, ինչպես նաեւ ընթացիկ ատեստավորումների արդյունքում դրա կրկնակի բարձրացում։ Ծառայությունը շաբաթական 5 օր, ժամը 9-ից 15:30։ Տեղեկությունների համար այցելել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կայքեր կամ զանգահարել թեժգծի 128 հեռախոսահամարով։ Ռազմական ակադեմիայի կուրսանտները վերջերս ներգրավվել են Հունաստանի Հանրապետությունում անցկացված ստուգատեսին։ Եվրոպական 8 պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչները միասնաբար մեկ ընդհանուր ստորաբաժանման կազմում մասնակցել են գործնական վարժանքների։
Հայ կուրսանտները իրենց հմտություններն են ցուցադրել կրակային պատրաստության, ձմեռային բարդ կլիմայական պայմանների հաղթահարման, միջազգային ստորաբաժանումների ղեկավարման և մի շարք այլ առաջադրանքներում։ Ներսես Իվանյանն է պատմում։ Շաբաթներ առաջ Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններից մեկի հենքի վրա անցկացվեցին ուսումնական վարժանքներ։ Հունաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Պորտուգալիայի և Լեհաստանի ռազմական ուսումնական հաստատությունները ներկայացնող զինծառայողների հետ վարժանքներին ներգրավել էին նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները։ Իրանց ռազմական դաշտային ակադեմիայի կուրսանտների ձմեռային հավաքներն է եւ իրանք հրավիրել են եւս 7 երկիր մասնակցելու այդ իրանց հավաքներին։ Զորավարությունը ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր էր, քանզի մենք ունեցանք փորձի փոխանակում արտերկրյա կուրսանտների հետ, իմացանք թե ինչպես է կազմակերպվում ծառայությունը եվրոպական երկրներում։ Մեր կուրսանտներին բնավ հեշտ չէր մինչ այդ անծանոթ զինատեսակների կիրառմամբ կատարել հանձնարարվող տարաբնույթ առաջադրանքները, չնայած դրան նրանք սկզբից եւ հետ աչքի են ընկել իրենց կրակային պատրաստությամբ։ Մերոնք են կրակում։ Տարբեր ազգերը հերթով կրակում են հետևակի մարտական մեքենայի ընթացքով գնում են եւ կրակում են թիրախներին, որը գոնգեր էր, ամեն հարվածից հետո ձայն էր հանում։ Գերազանցորեն հանդես եկանք ոչ միայն կրակային պատրաստության, այլև մարտավարության եւ տեղագրության պարապմունքների ժամանակ եւ վերջում հնարավորություն ունեցանք նույնիսկ մեծ արտերկրյա ստորաբաժանում ղեկավարել եւ այդ ղեկավարված օպերացիայի ընթացքում գերիների ազատագրում իրականացնել որոշակի պայմաններում տեղակայված հակառակորդի դուրս բերում, այդ հակառակորդի ոչնչացում, գերեվարում եւ նրա կողմից արգրաված տեխնիկայի ստուգում եւ զննում։ Կարողացանք շատ լավ բարձր մակարդակով ներկայացնել մեզ, մեր պետությունը, շատ տեսակի վարժություններում նույնիսկ կարողացանք առաջ անցնել իրենցից, կախված կրակային պատրաստության հետ, տեղագրության դասերի հետ, մարտավարական պարապմունքների հետ, ու կարելի ասել, եթե գնահատականատանք, անհամեսություն չլինի, բայց մենք կարողացանք ներկայացնել մեզ տեսարժանավորինս։ 5 օր շարունակ կուրսանտները մասնակցել են մարտավարական կուրսնական պարապմունքների, տարբեր տրամաչափի զենքերից հանձնել են կրակային պատրաստության ստուգարքներ, կատարել են երթաշարժներ, ամրապնդել են տեղագրության եւ ձմեռային կլիմայական պայմաններում գոյատևման հմտությունները։ Մեր համար շատ ավելի հեշտ էր երկար տարածությունները անցնելը, մեր համար շատ ավելի հեշտ էր լեռնային տեղաքում տեղաշարժվելը, արտերկրյա կուրսանտներից շատերը դժվարություններ են ունենում դրա հետ կապված։ Տվյալ տիպի զորավարժությունները մեզ տալիս են հնարավորություն ոչ միայն փորձի փոխանակման, այլև մեր թույլ կողմերի բացահայտման, ինչը բավականին կարևոր է նման փակ պայմաններում, երբ զինվորականները ոչ միշտ են հնարավորություն ունենում միմյանց հետ շփվել եւ միմյանց թույլ կողմերը բացահայտել։ Մեր կուրսանտները ամենտեղ են աչքի ընկել եւ նույնիսկ մի շարք վարժություն իրանք ցուցաբերել ամենաբարձր արդյունքները։ Վարժանքների ընթացքում տղաների համար պատվի եւ արժանապատվության հարցեր, լայելով ուժերը անել առավելագույն է, առաջադրած խնդիրները գերազանց կատարելու համար։ Ասում են, քաջ գիտակցում էին, միջազգային ասպարեզում ներկայացնում են ոչ միայն իրենց, այլև մեր երկիրն ու Հայաստանի ռազմական ակադեմիան։ Ամեն անգամ, երբ որ տեսնում ես այդ մասնակից պետությունների դրոշների կողմով մեծ հպարտություն ես ապրում, երբ ծածանվում է քո հայրենիքի դրոշը, եւ դա մեզ ստիպում էր, որ մենք առավել մեծ ջանք ու եռանդ թափենք մարտավարական դաշտում եւ հրաձգարանում։ Յուրաքանչյուր միջավայրում բավականին սթափեցնող է հայկական եռագույնը տեսնելը, ոչ միայն սթափեցնող, այլև պարտավորեցնող։ Ցանկացած տեղում հայկական բանակի համազգեստը հագնելը կամ դրոշի տակ ինչ-որ գործողություն անելը պարտավորեցնող է, բայց դա եռակի քառակի անգամ ավելի պարտավորեցնող է, երբ որ այդ գործողությունները կատարվում է երկրից դուրս, արտասահմանում։ Այդ դրոշի նկատմամբ մենք միանշանակ ունենք մեծ պարտավորվածություն, մենք ներկայացնում ենք մեր ակադեմիան, երկիրը եւ հասկանում ենք, որ գործողությունների բոլոր արարքների մեջ պետք է լինենք շատ կշռադատված ու առավել բարձր մակարդակով ներկայացնենք մեր երկիրը։ Կուրսանտները անկեղծանում են, եթե վարժանքների սկզբնական շրջանում որոշակի մտավախություններ ունեին սեփական ուժերի եւ մարտական պատրաստության ունակությունների հանդեպ, ապա Եվրոպայի առաջատար ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների հետ համավասար խնդիրները կատարելուն զուգահեռ տեսել եւ գիտակցել են, որ ռազմական ակադեմիայում ստացած 1.5-ամյա կրթությամբ կարողացել են մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ գրանցել։
Առհասարակ իմի բերելով մտքերը տղաները նկատում են, ցանկացած նման միջազգային վարժանք ևս մեկ հարթակ ու հնարավորություն է փորձառություն ձեռք բերելու հայկական բանակի անունն ու պատիվը բարձր պահելու առումով։ Կարելի ասել, որ ստեղից ստացած մեր գիտելիքը լիովին համապատասխանում է այդ միջազգային մակարդակներում հանդես գալու համար պահանջվող գիտելիքներին։ Զորավարժությունը մեզ տվեց հնարավորություն համեմատվել այլ երկրների հետ եւ հասկանալ ինչու մենք առաջ, ինչու մենք ետ, որտեղ իմաստ կա բարելավել մեր գիտելիքներն ու կարողությունները եւ ընդհանուր առմամբ ցանկացած մասնագետի համար ցանկացած փորձը հնարավորություն է տալիս դառնալ ավելի լավ մասնագետ։ Վստահ եմ, որ հաջորդ նմանատիպ զորավարժությունների մասնակցության դեպքում մեր ակադեմիայի կուրսանտները ցույց կտան ել ավելի բարձր արդյունքներ եւ կապացուցենք, որ մեր ռազմական ակադեմիան տալիս այն ամեն գիտելիքները, որ անհրաժեշտ է մեր հայ սպային։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Օրեր առաջ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը Երևանում անցկացրել է Կարգազանց 2025 միջոցառումը։ Զինվորական ավտոտեսչության եւ պարետային ծառայողների ուշադրության կենտրոնում էին Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցներն ու Կարգազանց զինծառայողները։ Արձանագրված իրավախախտումների վերաբերյալ ծանուցումները ռազմական ոստիկանությունն ուղարկել է վերադաս հրամանատարությանը։ Ծառայողական քննության արդյունքում էլ պարզ կդառնա, թե կարգապահական պատասխանատվության ինչ միջոցներ կկիրառվեն։ Նմանօրինակ միջոցառումներն իհարկե ունեն նաև կանխարգելիչ բնույթ, որի մասին է վկայում տարեցտարի նվազող Կարգազանց զինծառայողների թվային վիճակագրությունը։ Ազատ 2025 Կարգազանց միջոցառումը սկսելու ենք ժամը 7:30 նշված երթուղիներով։ Ռազմական ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ գնդապետ Արթուր Մուրշատյանը վերջին հրահանգներն է տալիս պարետային ծառայության անձնակազմին, եւս մի քանի րոպե եւ մեկնարկելու է Կարգազանց 2025 միջոցառումը։ Ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում են լինելու ինչպես Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները, այնպես էլ Կարգազանց զինծառայողները։ Արտաքին տեսք, հագուկապ, համապատասխան փաստաթղթերի առկայություն, զինծառայողին վայել պահվածք, ահա այն, ինչ ստուգելու են զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը։ Ռազմական ոստիկանությունը իր գործառույթները իրականացնելիս բացարձակ տարբերություն չի դնում իր առջև, թե տվյալ տրանսպորտային միջոցը բնավոր ծառայությանն է պատկանում կամ ինչ ծառայություն է իրականացնում։ Եթե տրանսպորտային միջոցը հաշվառված է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է գտնվում, նրա անվտանգ շահագործման ապահովման գործառույթը գտնվում է ռազմական ոստիկանության տիրույթում։ Ռազմական ոստիկանությունը Կարգազանց միջոցառման շրջանակում ուժեղացված ծառայություն է իրականացնում ինչպես զորամասերում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում։ Գնդապետ Արթուր Մուրշատյանը նկատում է, այս ստուգումներն ունեն նաև կանխարգելիչ բնույթ։ Դրա մասին է վկայում վերլուծության արդյունքները։ Ըստ այդմ հաշվետու ժամանակաշրջանում Կարգազանց զինծառայողների թիվը զգալի նվազել է։ Այս տրամաբանությամբ ռազմական ոստիկանությունը ավելի է խտացրել նման միջոցառումների հաճախակիությունը ոչ միայն Երևան քաղաքում, այլև կայազորների տարածքներում։ Ծառայության կազմակերպման ընդհանուր տրամաբանությունն էլ ենք փոփոխության ենթարկում, հանկարծակիությունը ապահովելու հետ կապված, հարցը լուծելու, խնդիրը լուծելու հետ կապված։ Սահմանված երթուղով ծառայություն ենք իրականացնում, ոչ կազմի լույսի տակով չանցնեն, հոսգծի վրով չանցնեն, փաստաթղթերը նորմալ լինի։ Երևան քաղաքում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում զինվորական ավտոտեսչությունը հայտնաբերեց ՊՆ զինհամարանիշներով մեքենաներ, որոնց վարորդները խստագույնս չեն հետևել մեքենաների անվտանգ շահագործման կանոններին կամ կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Արձանագրվեցին նաև այնպիսի դեպքեր, երբ զինծառայողները չեն պահպանել համազգեստի կրման կանոնները։ Զատտեսու Ջենթասպա Ղազարյան։ Այս դեպքով արձանագրեցինք համազգեստի կրման կանոնների խախտում, որ զինծառայողը պատշաճ հագնված չէր։ Ստուգման ժամանակ զինծառայողը դրսևորեց նաև բարեվարկության կանոնների խախտում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության ներքին ծառայության կանոնագրքով,
որը նույնպես արձանագրվեց հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։ Քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք ունի համապատասխան հոդված, որտեղ զինծառայողները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության, այլ նրանց վրա տարածվում է կարգապահական պատասխանատվության դրույթները եւ հոդվածները, ուստի ուղարկվում են ըստ վերադասության ծանուցումները վերադաս հրամանատարությանը։ Իրավախախտման վերաբերյալ բոլոր ծանուցումները ռազմական ոստիկանությունը ուղարկում է վերադաս հրամանատարությանը։ Իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում էլ կարգազանց զինծառայողները կամ ՊՆ զինհամարանիշներով մեքենաների վարորդները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության։ Ռազմական ոստիկանությունը հորդորում է զգոն ու կարգապահ լինել, քանի որ նման միջոցառումները հանրապետության ամբողջ տարածքում կրելու են շարունակական բնույթ։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Մեր հաջորդ տեսանյութը նորակոչիկների ուսումնական առօրյայի մասին է։ Հայրենիքի նորօրյա պաշտպանները ջանք ու եռանդ չեն խնայում օրեցօր ավելի հմտանալու, նոր գիտելիքներով ու փորձով զինվելու համար։ Բանակում ուսումնական գործընթացը ոչ մի վայրկյան կանգ չի առնում, եւ սա միանգամայն օրինաչափ է, քանի որ բանիմաց մասնագետների պատրաստության հիմնաքարը դասերն են։ Թեմային անդրադարձել է Զարուհի Ռշտունին։ Շադրություն, դեպի նշանակված դիրքերը առաջ, արտի։ Վարժադաշտում հրետանային զորամասի նորակոչիկներն են։ Հրամանը լսելուն պես զինվորներն անմիջապես շտապում են մարտական խնդիրը կատարելու, հնարավորինս դիպուկ եւ ճշգրիտ։ Մասնագիտությամբ հրետանավոր եմ, ամեն օր կատարելագործում ենք մեր մասնագիտական գիտելիքները, որպեսզի կարողանանք սպասարկել հրետանու աշխատանքը եւ տրամադրել ճշգրիտ տվյալներ։ Այսօր եկել ենք հրաձգան մեր կրակային պատրաստությունը բարելավելու համար, որպեսզի կատարելագործենք մեր արագ կողմնորոշվելու ճշգրիտ կրակ վարելու հմտությունները։ Ընդամենը ամիսներ առաջ զինված ուժերի շարքերը համալրած տղաները մասնագիտական հերթական պարապմունքներն են անցկացնում, կատարելագործում հմտությունները։ Իրականում հրետանու հաշվարկող եմ ու հաշվարկողը իմ համար բավականաչափ հոգեարազատ է, քանի որ մասնագիտությամբ ինժեներ եմ։ Ընդհանուր առմամբ դասերն էլ հետաքրքիր են անցնում ու մտածելու տեղիք էլ կա, այսինքն ոչ միայն ֆիզիկապես ենք մենք ինչ-որ չափով մեր ունակությունները զարգացնում, այլ նաև մտավոր։ Այսօր ստուգական վարժություն 2-ն էինք անում, ինչպես նաև նռնակ էինք նետում։ Պետք է խոցեինք թիրախները, այս անգամ ավելի գոհ եմ իմ արդյունքից, որովհետև նախորդ սխալներս որոշակի չափով վերանայել էի։ Կարծում եմ լավ ստացվեց։ Բանակի ապագա հրետանավորները ծառայության առաջին իսկ օրերից են գիտակցել, թե ուր են գալիս եւ ինչ առաքելությամբ, ուստի յուրաքանչյուր պահ օգտագործում են հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու համար։ Դեռ բանակ գալուց արդեն որոշել էի, որ այս 2 տարին պետք է իմ համար արդյունավետ անցնի ու անպայման պետք է առաջընթաց ունենամ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր առումներով ու ուրախացա, որ ես հաշվարկող եմ, քանի որ այս հաշվարկների միջոցով իմ մտավոր ունակությունները խիստ զարգանում են ու այս հաշվարկների նոր բանաձևերը, նոր մոտեցումները շատ լավ կարող են կիրառել լինել իմ մասնագիտական քաղաքացիական կյանքում։ Հրետանային այս զորամասը ուսումնական է, ուստի այստեղ ծառայության առաջին 6 ամիսների ընթացքում տղաները իսկապես թրծվում են։ Այս ընթացքում ֆիզիկականը սա որոշ չափով լավացել ու դիսցիպլինա է մտել կյանքի մեջ։ Իմ առջև դրված խնդիրը ճիշտ ու ժամանակին կատարել, դա է ամենագլխավոր խնդիրը, արժանապատվորեն ծառայել ու վերադառնալ տուն։ Ծառայության այս 2 ամիսների ընթացքում զինվորներն արդեն հասցրել են տիրապետել մասնագիտական որոշ նրբությունների, բացի ռազմական գիտելիքներից չափազանց կարևոր է նաև տղաների ֆիզիկական պատրաստվածությունը։ Լավ զինվոր դառնալու համար դու պետք է լինես ինքնուրույն, կարողանաս ճիշտ ժամանակին կատարել քո պարտականությունները, ժամանակին ճշգրիտ եւ լինել պատասխանատու։ Ուսումնական գործընթացը զորամասում ընթանում է ըստ նախապես մշակված կարգացուցակի եւ պլանի։ Տղաների անմիջական ու վերադաս հրամանատարությունն էլ ջանք ու եռանդ չի խնայում զինվորներին կրթելու եւ յուրաքանչյուրից փորձառու հրետանավոր պատրաստելու համար։ Մեր ուսումնական առօրյան իրականացումը շատ հագեցած, ունենում ենք թե տեսական, թե գործնական պարապմունքներ, սովորում ենք մեր զենք, ինչպես նաեւ մեր պատմությունը։ Մեր զենքի մասին հիմնականում տեսական պարապմունքների ընթացքում ստանում ենք կարևոր տեղեկություններ, հիմնականում լսանային պայմաններում, իսկ գործնական պարապմունքների ընթացքում մեր արդեն իսկ իմացած ինֆորմացիան կարողանում ենք գործնականում կիրառել։ Մեր գործնական հմտությունները կարողանում ենք օգտագործել թե մեր վարժասարքային լսաներում, թե ուսումնական դաշտում, որպես ջոկերանտար ես իմ գիտելիքները փոխանցում եմ անձնակազմին, նրանց հետ իրականացնում ենք պարապմունքներ, փորձում ենք նրանց մոտ նույնպես բարելավել գիտելիքները զենքի վերաբերյալ։
իսկ գիտելիքները բարելավելու եւ զինվորական հմտությունները կատարելագործելու համար վերջերս Զորամասում բացվել է հանրապետությունում նախադեպը չունեցող լսարան, որը հագեցած է նորագույն սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս զինվորներին մասնագիտական պարապմունքներն անցկացնել հնարավորինս իրականությանը մոտ պայմաններում։ Առաջի անգամ Հայաստանում կառուցվել է եւ շահագործմանը հանձնվել ականետի հրամանատարների եւ նշանավորների պատրաստման լսարանը ամբողջությամբ կահավորված ականետներով 120 մմ-անոց եւ 82 մմ-անոց երկու լսարաններ։ Գործնական պարապմունքների համեմատ, որ անցկացնում ենք դաշտում, լսարանային վարժասարքային պարապմունքները ավելի մոտիվացնում են, զինվորները երբ որ տեսնում են իրենց կերակացը, երբ որ ձայնը լսում են, այդ ամեն ինչը նոր տեխնոլոգիաները, անհամեմատ հիմիկվա սերունդը, երբ որ արդեն զարգացած են նոր տեխնոլոգիաները, ավելի մոտիվացված են դասերանում, վարժասարքերի մոտ։ Կուրսանտների մոտ կա մեծ հետաքրքրվածություն կապված թե ականետները պրոյեկտորով էկրանի վրա տեսնելով Python-ը տարբեր նշանակետերը իրենց աչքով տեսնելով, թե ինչա կատարվում, ոնց է լինում, Python-ը ոնց է տեղի ունենում։ Եվս 4 ամիս եւ այս զինվորներն արդեն որպես կայացած եւ արհեստավարժ հրետանավորներ սերժանտական կոչումով կհամալրեն սահմանային զորքերի շարքերը եւ իրենց գիտելիքներով օրինակ կծառայեն արդեն կրտսեր զինակիցներին, պատվով իրականացնելով իրենց կարևորագույն առաքելությունը։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Նացականյան, Զինուշ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Զինվորական մասնագիտությունը բազմաթիվ հայ ընտանիքներում սերնդեսերունդ է փոխանցվում։ Որդին տեսնելով ծնողի նվիրումը հայրենիքին, ծառայությունը եւ աստիճանական առաջխաղացումը բանակում, ինքն էլ ընտրում է զինվորական ուղին։ Սա ընտրություն է ոչ պարտադրված եւ ոչ էլ առաջարկված։ Սա ազգանունների շարունակությունն է զինված ուժերում։ Այս ընտանիքներում պատասխանատվությունը ծառայության նկատմամբ ավելին է, քանի որ հաջորդ զինվորականը պետք է ձգտի ավելի մեծ հաջողություններ գրանցել, քան հայրը, պապը։ Այս բանաձևն է գործում նաև երոմիների ընտանիքում, որտեղ հայրը հրամանատար է, որդին կուրսանտ, ապագա սպա։ Յուրաքանչյուր դա կապ չունի ինչ ազգությամբ է այդ մարդը։ Եթե ինքը ապրում է ինչ-որ մի երկրում ու համարում է այդ երկիրը իր հայրենիք, ու ինքը տղամարդ է։ Ինքը պարտադիր պիտի ընկրկված լինի իր երկրի պաշտպանությանը։ Դա օրենք է երևի բոլոր պետությունների համար։ Երյոմինների ընտանիքում զինվորականի մասնագիտությունը փոխանցվել է ժառանգաբար։ Տիգրանը տարիներ առաջ հոր օրինակով որոշեց ընտրել զինվորականի մասնագիտություն։ Դեռ վաղ մանկության տարիներից երաժշտությամբ հետաքրքրված ու երաժիշտի կարիերայի մասին երազող Տիգրանը ժամկետային ծառայության տարիներին հասկացավ, որ այնինչ սկսվել է, այլևս կիսատ թողնել չի կարող։ Ծնվել եմ Վանաձորում 2004 թվականին, մեծացել եմ զինվորականի ընտանիքում։ Մայրս էլ ծառայության ստաժ ունի, ազդեցություն միանշանակ եղել է իմ որոշման ընդունելու համար, բայց ընդհանուր որոշումը ընդունել եմ, թե ընդունվեմ այստեղ ծառայության ժամանակ, երբ ես 23 թվականին մեկնեցի ծառայությանը։ Տիկինս էլ է զինծառայող, որպես մինչև զինծառայողն էլ դառնալը, ինքը դե սպայի կին է եղել, հիմա էլ կա, ու այդ դժվարությունը սպայի կնոջ, այդ կյանքը տենալով ինքը կտրուկ չէր ուզում, որ տղես ինչ-որ այդ ուղին ընտրի։ Տղես ինքը իրանը որոշել է, որ պիտի դառնա սպա, իր որոշումը իմ համար շատ ուրախալի էր։ Երկրի պետության հարազատ ժողովրդի հանդեպ անվերապահ պարտքի գիտակցության իր ընկալումները մինչև անգամ հայրենիքի պաշտպանության համար մարտերում բազմիցս ապացուցած բարձրաստիճան զինվորականը, որ նաև խիստ պատասխանատու ստորաբաժանումներից մեկի ղեկավարն է, համոզված է հայրենիքի պաշտպանությունը պարզապես գործողություն չէ, որն ինչ-որ կետում սկսվում եւ մեկ այլ կետում ավարտվում է։ Այն շարունակական ընթացք է, որի տարբեր շրջափուլերում մեզնից յուրաքանչյուրն իր ծառայության ժամանակահատվածն ունի։
Լավագույն օրինակ էր իմ համար իմ հայրիկը, հատկապես նրա նպատակասլացությունը եւ մասնագիտական այլ գիտելիքները, որ ինքը ձեռք էր բերել տարիների ընթացքում։ Ծառայում էի ուսումնական ստորաբաժանումում կազմում եւ ինձ թվում է այդ միջավայրը նաեւ դրդեց ինձ, որպես ես իմ մանկության տարիներին ձևավորված երազանքը իրականացնեմ։ Ասել է, թե մենք ժամանակի մեջ պարզապես միջնորդներ ենք, մեզ ժառանգվածը գալիքին փոխանցելու պատասխանատվությունն ուսած։ Սա առավել քան դիպուկ է զինվոր գաղափարի համար։ Զինվորը ծառայում է տվյալ պահին, բայց հանուն հավերժական գաղափարի։ Հայրենիքն է, որ հավերժ է եւ այն միշտ կարիք ունի պաշտպանված լինելու։ Հետևաբար այդ գործը պետք է անպայման ավանդվի հայրերից որդիներին։ Գուցե իր արդեն իմ թորը իր երեխեն նույն գործը շարունակի, դա արդեն դինաստիա է դառնում։ Դա վատ չի, իսկ երբ որ այդպես ցեղում ինչ-որ այդպես դինաստիա է, այդպես ընտանիքով, դա ավելի ոնց որ լավ մասնագետներ են էլի առաջանում որպես կարգ։ Միանշանակ կարելի ասել, որ առանձնահատկություններ կարգապահությունն է ընտանիքի մեջ, որովհետև այդ զինվորական դաստիարակությունը այդ ամենը փոխանցվում է էլի։ Տիգրանը գուցեև ունենար երաժիշտի փայլուն կարիերա, սակայն դեռ մանուկ հասակից մտապատկերում վառ է մնացել հոր կերպարը, որ իր ընկալումներում զինվորականի ամենաիսկական տիպար է, երկրի պետականության ու հարազատ ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցությամբ, բարձր արժանապատվությամբ։ Կապ չունի, որ իմ հայրը գնդապետ է, ես տարբերություն չեմ դնում։ Այսինքն, եթե հայրս պետքա գնդապետ լինի, ես պետքա ինչ-որ տարբերվեմ ուրիշներից ինչ-որ բանով։ Ոչ, պետքա իմ ուժերով հասնեմ ամեն ինչին։ Իմ որդուն կցանկանա իր ընդհանրապես եւ զինվորական կարիերան եւ իր կյանքը դրսևորվի, որ ինքը ինչ-որ գագաթներին հասնի։ Այն ինչ-որ ինքը ցանկանում է, որ այդ ամեն ինչը լինի ու իհարկե ցանկանում եմ, որ ինքը շատ լավ մասնագետ լինի իր գործի։ Առայժմ Տիգրան Երյոմինը ռազմական ակադեմիայի առաջին կուրսի կուրսանտ է, ապագայի մասին դեռ խոսել չի ցանկանում։ Հիմա առաջնայինը կրթվելն է, վստահեցնում է կանի առավելագույնը, որպեսզի հորից, ավագ ընկերներից, դասախոսներից ու հրամանատարներից իրեն փոխանցվող գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնի հայրենիքի բարօրությանը։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ։ Եթերում Զինուժն էր, մենք ամփոփում էինք անցնող շաբաթը, բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։